Կարգավորվում է շատ վատ ու չեմ պատկերացնում, որ կարա դա լինի հետագայում ջերմ հարաբերություններ, որովհետև դա եկած է դարերից ի վեր։ Կայուն վատ։ Հիմա նորմալ է։ Իմ անձնական կարծիքով ես ընդհանրապես ոչ մի բան չունեմ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ, ես ուզում եմ խաղաղություն, քաղաքական հարցերում չեմ ուզում գնահատականներ տալ, բայց կուզեմ, որ ամեն դեպքում խաղաղություն լինի թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ։ Դե կարծում եմ, որ կամաց արդեն հայ ժողովուրդը փորձում է տրամադրվել դեպի լավը, տրամադրվել դեպի բարեկամական որպես երկիր ընդունելու, տրամադրվել այն հանգամանքի, որ արդեն խաղաղություն է եկել եւ պետք չէ վատը տրամադրված լինել Ադրբեջանի ժողովրդի հանդեպ։ Ես հույսով եմ, որ մեր երկրների միջև կլինեն շատ բարի ու առողջ հարաբերություններ, որովհետև այն պոլիտիկան, որ ունի Ադրբեջանը, ինձ դուր չի գալի, անձամբ ինձ։ Ու գիտեք ինչ, թշնամիների երբեք չի կարելի տես դարեդար մնալ թշնամի։ Ինչ որ պետք է եզրեր գտնել եւ այդ հարցերը կարգավորել։ Քանի որ մենք հարևաններ ենք, ինչքան էլ ուզենանք, պետք է կարողանանք եզրեր գտնել եւ հաշտ համերաշխ հետագայում, դա միանգամից չի կարող լինել, հետագայում ամեն ինչով կարողանանք ապրել, թե ասենք տնտեսապես, թե գնալ գազ, զբոսաշրջի, բոլորը պետք է լինի։ Դե հույսով ենք, որ լավ կլինի, կբարեկամանան երևի։ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեմ կարող ասել, որ լավ են, որովհետև նրանք միշտ մեր թշնամիներն են եղել։ Հիմա էլ դեռ շարունակում են մնալ։ Մեր կառավարությունը պիտի անի ամեն ինչ, որպեսզի կարողանանք ստեղծենք լավ բանակ, ուժեղ բանակ, իսկ այն պետությունը, որը բանակ չունի, իր սահմանները պահել չի կարող եւ տանում է շատ վատ բաների։ Ես վատ եմ տրամադրված Ադրբեջանի դեմ։ Դժվար է ասել, ինձ թվում է հակասական, կարծում եմ պոտենցիալ կա, որ թեքվի դեպի դրական, բայց հələ տեղ չենք։ Շատ դժվար է ասել։ Կարծում եմ դեռ վատ է։ Լավագույն դեպքում նեյտրալ։ Նորմալացում է գնում, հույսով ենք ամեն ինչը լավ կլինի։ Սովորական, վատ չի, նորմալ։ Ադրբեջանի հետ հարաբերությունները իբրև թե շատ լավ են, բայց դա կարծում եմ մեզ համար շատ սարսափելի է, քանի որ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ եւ այդ խնդիրները լուծված չեն։ Ոնց որ փորձում են հաշտվեն։ Ես կարծում եմ ճիշտ է։ Նոր կառավարությունը բոլոր խնդիրները հերթով լուծում է, որ պետքա արդարացնի այն մարդկանց հույսերը, ովքեր որ իրան եւս մեկ անգամ հավատացին ու ընտրեցին։ Հին իշխանություններին վերջնականապես խղճացնել։ Արդարությունը։ Կրկին էլի իմ կարծիքով նորընտիր կառավարությունը պետք է լուծի խաղաղության հարցը։ Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում, չնայած կան ոչ այդքան պակաս կարևորության հարցեր, օրինակ ներքին քաղաքականության հետ կապված, ոչ միայն արտաքին, որը եւս կարևոր է, ուզեմ որ նորընտիր կառավարությունը այդ հարցերին եւս ուշադրություն դարձնի։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ պետք չէր, որ այլ ուժեր անցնեին դեպի պարլամենտ, պրոռուսական ուժեր մտնեին պարլամենտ ու նորից խանգարեին մեր անդորը, մեր հանգիստը ու անընդհատ
նորից գործ անելու տեղը, աշխատելու տեղը, խանգարել, գորգորալ եւ նորից զզվացնել ժողովրդին։ Ну, դա ժողովուրդն է ընտրել, որտեվ չի կարող ժողովրդի ընտրածը անտեսել, ժողովուրդը ընտրել է, այնտեղ գիտեն տոկոսային հարաբերություններով, ես կարծում եմ հիմա 3 դաշինք է մտնում պարլամենտ, պետք է կարողանա նորից եզրեր գտնել եւ այս երկիրը ծաղկացնել եւ շենացնել, որ ժողովուրդը լավը զգա։ Հայրը միշտ հույսով են ապրել ու միշտ լավն են մտածել, որ պիտի լավ լինի։ Չեմ կարող ասել, թե ինչ կարող եմ սպասել։ Բոլոր դեպքերում ցանկալի է, որ լավ սպասելիքներ լինեն, բայց հույս չկա, որ լավ բան կարող է լինի։ Ժողովրդի շահերով շարժվել առաջինը։ Ժողովրդը ինչ ցանկանա նայել ան։ Բարեկեցություն ժողովրդի համար առաջնայինը, ժողովրդի անվտանգությունը, եկել ժողովրդի լավ ապրելը, արդեն կապ չունի, որ երկրի հետ մենք համագործակցենք, բարեկամություն կանենք, միայն մեր ժողովրդի շահերը առաջնայինը լինի։ Ես չեմ տեսնում, մեզի պետք չի մեր երաշխավորներ կամ ինչ-որ բան, մեզի պետք է մեր երկրի անվտանգությունը առաջինը։ Դե ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի համարել իրանց նոր, ոնց որ նախկինի շարունակությունն է, այսինքն չեմ կարծում, որ ֆունդամենտալ ինչ-որ փոփոխություն լինի, բայց կարծում եմ այս բոլոր քայլերը, որոնք որ հիմա կատարվում են, այսինքն հարևանների հետ հարաբերությունների կարգավորում, ավելի անկախ դիրքավորում աշխարհաքաղաքական հարցերում դա կշարունակվի։ Կառուցել պայծառ լուսավոր Հայաստան, որպեսզի հայերը իրանց տեղ շատ լավ զգան ամեն առումներով։ Շարունակի նույն ճանապարհը, խաղաղություն եւ վերջ։ Առաջին խնդիրը դա բնականաբար խաղաղությունը ապահովել, որ խաղաղ երկրում ապրենք, ու հետո արդեն տնտեսական հարցերը կարգավորել, զբաղվել, որ աճենք։ Մտածում եմ, որ այս ամեն ինչը շատ լավ է մեզ համար ու շատ լավ հետևանքներ կունենանք։ Պահպանել խաղաղությունը։ Առաջին եւ հիմնական գործը, որը պետք է անի ընդդիմությունը, դա պետք է չընդունի այս վերջի ընտրությունների տվյալները։ Լայնացնել հարաբերությունները աշխարհի ուրիշ երկրի հետ,